Սրանք Թումանյան փողոցի ծառահատումներից օրեր առաջ արված կադրեր են։ Պարզ երևում է, թե ինչպես են զանգվածային ծառահատումներ իրականացնում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է հատել 70-ից 80 կենսունակությունը կորցրած ծառ, փոխարենը տնկել ավելի քան 100 տնկի։ Անցյալ տարվանից Երևանի տարբեր փողոցներում թեղիները կտրում, փոխարենը տնկում են Նիդերլանդներից ներմուծված սոսիներ կամ հուդայա ծառեր։ Բնապահպանների պնդմամբ կտրում են առողջ ու պիտանի ծառեր, այնինչ քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ վստահեցնում են, որ ոչ լոտ հիվանդ ծառեր են հատում։ Ոլորտի փորձագետներին չեն գոհացնում քաղաքային իշխանությունների պատճառաբանությունները, քաղաքացիները ևս վրդոված են։ Շատ փոշոտ է, ավտոները անընդհատ գիշեր-ցերեկ երթևեկում են, ու այդ ծառերը մեզ պաշտպանում էին։ Հետո իրանք կենդանի առողջ ծառեր էին, իրենց բուժել էին։ Ամբողջ սաղարթը առողջ էր մինչև տարվա վերջ։ Օդը 500 անգամ նորմայից բարձր է։ Ծառն է, որ կտրեն, ինչ պիտի շնչենք։ Դրա համար է այսքան քաղցկեղ կա։ Չեմ ընդունում այդ երևույթը։ Գտնում եմ, որ դա նույնիսկ ռուսերեն ասած վարվարստվ է։ Այս մեծ 100 տարվա փորձված ծառերը կտրելը գիտեք, ամեն ինչ չի էլի, որ նորություն է հետաքրքիր է։ Երևանի քաղաքապետարանի դիմաց օրեր առաջ տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ Երևանում իրականացվող ծառահատումների։ Քաղաքացիները իրենց դժգոհություններն էին հայտնում Երևանի քաղաքապետարանի աշխատանքից, ընդգծելով, որ այն, ինչ իրականացնում է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հոակը, ծառերի սպանդ է։ Փոխարենը քաղաքապետ Ավինյանը հակադարձում էր 20-ից ավելի գիտնական կարծիք են հայտնել, թե թեղիները պետք է հատվեն։ Նրա խոսքով ծառերը փոխարինում են լավագույն մասնագետների հետ քննարկումներով։ Չկար ներգրավված ոչ մի առողջապահական առողջապահության ազգային ինստիտուտը, բժշկական համալսարանի հիգիենա էկոլոգիա ամբիոնը, որը միակն է երկրում, ոչ որ կենդանաբանության ինստիտուտը, որովհետև մենք կենսաբազմազանությանն ենք նաև վնասում, որտեղ թռչունները հուդայա ծառի վրա չեն իջնելու։ Բնակչությանը ջերմային սթրեսից պաշտպանում էին թեղիները, վստահեցնում է Վարդանյանն ու օրինակ բերում։ Մոսկվայում կանաչապատում են Լենինյան պողոտան թեղիներով ու լորենիներով, այնինչ մեր երկրում անում են դրա ճիշտ հակառակը։ Ավականու անդամն ասում է, այդ ծառերը առնվազն 4 կամ 5 տարի հետո են սաղարթի ծածկույթ ապահովելու։ Օդի աղտոտվածության բարձր ցուցանիշ ունեցող Երևանում թեղիները կլանում են փոշին ու ֆիլտրում օդը, իսկ դա նշանակում է, որ արդեն շենքերի ճակատային մասերը տաքանալու են։ Իրավիճակը կտրուկ ազդեցություն է ունենալու հատկապես սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների համար, սրտամկանի ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքային ու ալերգիկ հիվանդություններ ունեցողների համար։ Առանց այդ էլ Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված միջինացված թույլատրելի սահմանաչափից շուրջ 7 անգամ աղտոտված է մթնոլորտը։ Վարդանյանը ծառերի գնումների ոլորտում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը ևս չի բացառում։